Պարոն Մկրտչյան, պնդումներ կային մասին, որ դուք եք կառավարում, ստվերային կառավարիչն եք Փարաքար խոշորացված համայնքի եւ ոչ միայն։ Գիտեք, ոչ միայն Փարաքարի, այլ նաեւ Էջմիածնի։ Խնդրեմ, ինչ կարող եք ասել։ Առաջի անգամ եմ լսում, ես Փարաքար համայնքի ընդհանրապես շարքային քաղաքացի եմ, այստեղ եմ ապրել, այստեղ եմ ծնվել, այստեղ եմ մեծացել, շարունակել եմ այստեղ ապրել, կապված եմ այնքանով վիճանով, որ կապված եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ Փարաքար համայնքի։ Այսինքն այդ բամբասանքների նշանակում ստվերային կառավարում։ Հայաստանում վաղուց չկա ստվերային կառավարում։ Հայաստանում կառավարում է ժողովուրդը։ Պարոն Մկրտչյան, վերջերս օրեր առաջ Էջմիածնում գազալցակայանում Դիանա Գասպարյանի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում տեղի ունեցավ սպանություն, հետո իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել, փամփուշտներ են հայտնաբերել նաև թմրանյութ եւ ավականու անդամ է, Միրզոյանը, ԿՊԱԿ-ն ավականու անդամ է։ Դուք ինչպես եք գնահատում այս իրավիճակը, որ ինչպես դուք եք ասում, ժողովրդավար երկրում սպանություն է տեղի ունենում ԿՊԱԿ-ն ավականու անդամի գազալցակայանում, բայց ջրից մաքուր է դուրս գալիս եւ նրա նկատմամբ առհասարակ որ տեղի ունեցել սպանություն եւ նախև առաջ ցավում են այդ դեպքի համար, պետք է այնպես անեն, որ մեր իրականության մեջ այդ սպանությունները բացառվեն։ Հիմա իրավապահ համակարգը զբաղվում է, չէ՞, դա քրեական գործ հարուստ է, եթե դեպքը տեղի ունեցել Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում, ով նաև ավականու անդամ է։ Ավականու անդամ է, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եւ այլն, բայց դա որևիցե մեկին չի կարող ազատել պատասխանատվությունից, եթե որևիցե մեկը մեղավոր լինի այդ դեպքի։ Հետևաբար եկեք հարգենք մարդկանց անմեղության կանխավարկածը եւ քանի դեռ իրավապահ համակարգը զբաղվում է, իրավապահ համակարգը իր գնահատականը կտա, ով մեղավոր եղավ, կլինի դա ԿՊԱ-ական, կլինի համայնքապետ, չգիտեմ, մարզպետ, ինչ պաշտոնյա ուզում ա լինի, եթե հանցագործություն արի Հայաստանի Հանրապետությունում պատասխանատու։ Դուք ինչ հարաբերությունների մեջ եք Արամ Միրզոյանի հետ։ Նորմալ, բարի դրացիական։ Ճանաչում եք։ Էջմիածնում խոսում են, որ դուք եք հովանավորը Արամ Միրզոյանին եւ դա է պատճառը, որ իրավապահ մարմինները նրան չեն ձերբակալում, քանի որ նրան պատկանող գազալցակայանում հայտնաբերվել են փամփուշտներ, ապօրինի ռազմամթերք եւ թմրանյութ։ Եթե իրավապահները գտնեն որևիցե հանցակաց, կլինի իմ ընկերը, կլինի իմ եղբայրը, կլինի ով ուզում ա լինի։ Դուք հանցակազմ չեք տեսնում դրանում։ Ես տեղյակ չեմ, ես չեմ կարող գնահատական տալ մի բանի, որի տեղյակ չեմ։ Ես տեղյակ եմ այնքանով, ինչքանով որ ձեր հրապարակումների, մնացած լրատվականների հրապարակումները։ Դե մենք ասում ենք, նման բան է հայտնաբերվել, բայց իրավապահները գործողություն չեն անում։ Եթե հայտնաբերվել է օրենքին, հակասող օրենքին դեմ որևիցե բան, փամփուշտներ, թմրանյութ, պետք է պատասխան տա։ Վերադառնալով այսօրվա թեմային, ինչպես է գնահատում ԿՊ-ի շանսերը։ Շատ մեծ։ Որքան կհավաքեք։ Մենք գնում ենք հաղթանակի, մեր շփումները խոսում են այն մասին, որ մենք 50+1 Իսկ կոալիցիա կազմելու առաջարկ կամ նախորդի պես առաջարկ, մենք գնում ենք հաղթանակի։ Եթե հաղթանակ այդուհանդերձ չարձանագրեք, ինչպես նախկինում, պատրաստ եք օրինակ Գորս Արիբեկյանի կամ Դավիթ Մինասյանի հետ կոալիցիա կազմել։ Պետք է իրենց հարցնենք, մենք գնում ենք հաղթանակի եւ մենք վստահաբար 50+1% ձայն ենք հավաքելու եւ դա ես ասում եմ անձամբ 3 թե 4 օր քարոզարխավին մասնակցելու տպավորությունը։ Պարոն Մկրտչյան, ինչ է փոխվել, քանի որ նախորդ անգամ Յոթվիկ Գյուլնազարյանի դեմքով հանդես եկավ ԿՊ-ն եւ 50+1 չհավաքեց։ Այս ընթացքում նախ ասեմ, որ Յոթվիկ Գյուլնազարյանը առաջին անգամ է հանրային կառավարման ոլորտում հայտ ներկայացնում, նաև մեր մյուս բնակավայրերի ժողովուրդը այդքան ծանոթ չէին իրեն, մենք էլի բավականին ձայն հավաքեցինք, այս անգամ իր կատարած աշխատանքները, խնդիրների տրվող լուծումների արագությունը, բանում շենքում համայնքապետարանի, թղթապանակներով հարցեր կար գիտական, որոնք Յոթվիկ Գյուլնազարյանի պաշտոնավարման առաջիկա շաբաթվա 10-օրյակի ընթացքում լուծումներ ստացվեն։ Պետք է մարդկանց հետ շատ շփվել, անմիջական շփվել եւ նաեւ խորանալ խնդիրների։ Դուք կարծում եք, որ Փարաքարցին ընտրելու է Յոթվիկ Գյուլնազարյանին, թե Փարաքարցին ընտրելու է ԿՊ։ Փարաքարցին ընտրելու է եւ Յոթվիկ Գյուլնազարյանին, ով քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, եւ
ընտրելու, այսինքն մեկը մյուսին Գիտեք ինչու եմ հարցնում, այս հարցը տալիս, որովհետև այս տարիներին Արցախն են կորցրել, պատերազմ է եղել, շատ մեծ թվով զոհեր ենք ունեցել, դեռևս այս տարիներին, դա արդյոք չի ազդի, դա արդյոք չի ազդելու ձեր ռեյտինգի վրա։ Զբաղվել է եւ ով պատասխանել է հետ պատերազմյան ճգնաժամը։ Հա, բայց դա չի ազդելու։ 2021 թվականի բացարձակ մեծամասնությամբ մտել են պարլամենտ, ինչի մասն է խոսում։ Դրանից հետո ադրբեջանցիները հարձակվել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա։ Ադրբեջանցիները ինչի չեք թողում հարցը։ Ավելի շատ լավ աջակիցներ։ Շատ լավ։ Բայց ինչի չեք թողնում ասեմ, որ ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածք են մտել, դուրս չեն գալիս։ Արդյոք դա չի մտահոգի քաղաքացուն ԿՊ ընտրելիս։ Հարակացին ձայնը 35 կտա։